Շարունակելով ներկայացնել կրթվելը նորաձև է շարժման շրջանակում Իմ քայլը հիմնադրամի 6 նախագծերը, որոնք շարժման կից նախագծեր են։ Այսօր ուզում եմ խոսել հնարավորությունների հարթակ նախագծի մասին։ Հնարավորությունների հարթակի նպատակն է հասարակության տարբեր խմբերի համար ստեղծել կարճաժամկետ, կիրառական եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստման ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն լինել ավելի մրցունակ եւ ընդլայնել իրենց մասնագիտական հնարավորությունները։ Այս վերապատրաստումներն ու փորձի փոխանակման ծրագրերը հիմնադրամն իրականացնում է համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ եւ մինչ օրս արդեն իրականացվել են հետևյալ թեմատիկայով վերապատրաստման դասընթացներ՝ հրուշագործություն, ֆիթնես մարզիչների վերապատրաստում, կարուձևի եւ հագուստի մոդելավորում, բեմական արվեստ, կիբերանվտանգություն, անգլերեն լեզու, նախագծերի կառավարում, project management, ինչպես հայտնի է, արհեստական բանականության, մանկական ընթերցանության ակումբներ են գործում այս նույն նախագծի շրջանակում, ինչպես նաև լրագրողների միջազգային վերապատրաստման եւ մի շարք այլ ծրագրեր են իրականացնել հնարավորությունների հարթակ նախագծի շրջանակում։ Ունեցել ենք մինչ օրս 200 շահառու, ովքեր այս կամ այն դասընթացից են օգտվել, մասնակցում են ակումբին եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս նախագծի մեջ ուզում եմ հատուկ հիշել Տիկին Արմինեին։ Պետք է նշեմ, որ նախագծերից դասընթացներից բոլորը չի, որ մեր գաղափարն է եղել, մեր երևակայությունը բավարարել է առաջին անհրաժեշտության լեզու, գրագիտություն, մեդիա գրագիտություն, այսպիսի դասընթացներ մտածել, project management եւ այլն։ Բայց մենք օրերից մի օր ես նամակ ստացա, իսկ այդպիսի նամակներ շատ եմ ստանում, որպեսզի համոզված լինեք, որ դրանք չեն մնում պարզապես թղթի վրա կամ մեսենջերի մեջ, այլ կյանքի են կոչվում, պատմեմ Տիկին Արմինեի պատմությունը։ Նա պարզապես գրեց, որ իր երազանքն է, բավականին 60 անցքին է կարծում եմ, այսինքն արդեն թորնատեր, մեծ ընտանիքի տեր եւ ասաց, որ իր երազանքն է, որ կարողանամ հրուշակագործություն սովորել եւ զբաղվել եւ այդպիսի բիզնես դնել, բայց զրոյից պետք է ինքը դա սովորի։ Իրականացնելու համար Տիկին Արմինեի ցանկությունը եւ կրթվելը նորաձև է շարժման գաղափարին հավատարիմ մնալով շատ արագ գտանք գործընկեր, շատ արագ հայտարարություն տեղադրեցինք եւ 1 ժամվա ընթացքում 400 այդպիսի հայտ ստացանք, ցանկություն հայտնող եղավ կանայք 400 կին, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել այդ դասընթացին։ Բնականաբար մենք պատրաստ չէինք, ֆիզիկական եւ տեխնիկական հնարավորությունները չէին բավարարում եւ մենք բաժանեցինք խմբերի եւ բոլոր այն կանանց, ովքեր դեռ սպասում են, ուզում եմ ասել, որ շարունակություն լինելու է։ Առաջին խումբը, որտեղ տեղ գտավ նաեւ Տիկին Արմինեն, արդեն ավարտել է, սերտիֆիկատները ստացել են, գիտելիքը ստացել են, շատ խիստ դասընթաց էր, անձամբ եմ ներկա եղել ավարտական միջոցառմանը, անձամբ եմ տեսել եւ մյուս բոլոր կանանց ուզում եմ ասել, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, դուք բոլորդ հնարավորություն կունենաք այդ դասընթացներին մասնակցելու։ Իսկ Տիկին Արմինեն պատկերացրեք, որ չբավարարվեց միայն այդ դասընթացով եւ հիմա ինքը շարունակեց իր կրթությունը եւ ուսումնասիրում է արևելյան քաղցրավերիքների պատրաստման արվեստը։ Ես Տիկին Արմինե ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ ասել, որ շնորհակալ եմ, հիանում եմ եւ շնորհակալ եմ այդ գաղափարը տալու, այդ ակտիվ լինելու, այդ նամակն ինձ ուղարկելու եւ եւս 400 կամ գուցե արդեն ավելի շատ կանանց համար նման հնարավորություն ստեղծելու համար։ Մեր դանդաղությանը խնդրում եմ ներեք, որովհետև ինչպես արդեն բազմիցս նշել եմ, սա մենք անում ենք ընդհանրապես Իմ քայլը հիմնադրամի ռեսուրսներով, որը շատ քիչ է եւ իսկ կրթվելը նորաձև է շարժման նպատակն է այս փոքրիկ քայլերը գործընկերության համագործակցության հիմքով դարձնել մեծ քայլեր եւ այս դանդաղ ընթացքից վերածվել համընդհանուր եւ մասսայական ընթացքի։ Երկրորդ այսօր նախաձեռնությունը, որի մասին ուզում եմ խոսել, ունի գտնված երազ անունը, գտնված երազ տարեցների ակումբ։
Այս նախագիծը նախաձեռնել ենք այն համոզմամբ, որ կրթվելու, զարգանալու եւ ակտիվ հասարակական կյանքով ապրելու հնարավորությունը չպետք է սահմանափակվի տարիքով։ Շատ հաճախ մարզերում ապրող տարեց մարդիկ հատկապես միայնակ մնալով իսկապես չգիտեն ինչպես անցկացնեն իրենց օրը, ինչպես շփվեն, ում հետ շփվեն, ինչպես առհասարակ նոր գիտելիք ձեռք բերեն, եթե չասենք, որ այդ հեռանկարը իսպար բացակայում է մեր մտածողության մեջ, որ կարելի է այդ տարիքում դեռ նոր գիտելիք ձեռք բերել, մեծամասնության մասին եմ խոսում, եւ ինչպես հետաքրքրություններին համապատասխան ժամանակ անցկացնել, հենց այս բոլոր բացերը լրացնելու համար ստեղծվել են տարեցների ակումբները, դեռևս ունենք ընդամենը 3 ակումբ Արարատի եւ Վայոց ձորի մարզերում։ Բայց 85 տարեց արդեն օգտվում է ակումբներից եւ նրանք ստանում են մեդիա գրագիտության կրթություն, ունենում են ընթերցանության, նկարչության, մարմնամարզության եւ դասեր, այսինքն ժամանակ անցկացնում են այս նյութերի շուրջ եւ տարբեր մշակութային միջոցառումների են մասնակցում, իրենք են նախաձեռնում, իրենք են կազմակերպում։ Դատելով թե ինչպիսի արձագանք ունենք այն մարդկանցից, մեր սիրելի տատիկներից եւ պապիկներից, ովքեր մասնակցում են տարեցների ակումբին, ակնհայտ է, որ իսկապես օր առաջ մենք պետք է կարողանանք այսպիսի ակումբներ ստեղծել հնարավորինս մեծ թվով Հայաստանի Հանրապետության համայնքներում։ Այստեղ ունենք դեպքեր, որ տատիկն օրինակ ասում է, որ իր ամուսնուն, այսինքն պապիկին անպայման պետք է համոզի եւ իր հետ բերի եւ ինքն էլ տեսնի, թե ինչքան հաճելի ժամանակ են անցկացնում։ Մի խոսքով, եթե առանձին պատմությունների հնարավորություն ունենք, ես կարծում եմ մենք կստեղծենք այդպիսի հնարավորություն, որ իրենք կիսվեն իրենց զգացածով եւ իրենց անցկացրած ժամանցի որակով, թեև կարծում եմ ամեն ինչ այնպես էլ պարզ է։ Ես ուզում եմ ասել, որ չսահմանափակվելով մեր հնարավորություններով կամ այսինքն ռեալ դատելով մեր համեստ հնարավորությունները որպես հիմնադրամ, մենք օգնություն խնդրեցինք մասնավորապես այս ակումբների կանանց եւ տարեցների ակումբների զարգացման, կանանց ակումբների մասին խոսել եմ նախորդ եթերում, մասսայականացման եւ ավելի մեծ թափով դրանք հիմնելու խնդրանքով դիմել ենք Loft ինտելեկտուալ ժամանցային կենտրոնի հիմնադրին եւ գործադիր տնօրենին օգնել մեզ միավորել մեր ջանքերը եւ հնարավորինս արագ բազմաթիվ այլ համայնքներում հիմնադրել տարեցների եւ կանանց ակումբներ եւ հենց այս պահին նրանք քննարկում են այդ հնարավորությունը, համագործակցության հնարավորությունը, շնորհակալության պետք է ասեմ, որ խնդրանքը իհարկե սիրով ընդունեցին եւ սիրով կհամագործակցեն եւ մեզ կօգնեն եւ տվյալ նախագծի իրականացման շրջանակում Իմ քայլը հիմնադրամը եւ Loft ինտելեկտուալ ժամանցների ակումբը միասին կմիավորեն ջանքերը, որպեսզի մարզերում բնակվող մեր սիրելի կանայք, տիկինները եւ տատիկներն ու պապիկները օր առաջ հնարավորություն ունենան օգտվելու այդ ակումբներից, կրթվելու եւ որակյալ ժամանակ անցկացնելու, սեփական անձը կրթելու եւ անցկացրած օրից բավարարվածություն ստանալու համար։ Երկու հնարավորությունների հարթակ նախագծի շրջանակում ուզում եմ նաև շեշտել լրագրողների վերապատրաստման ծրագիրը, արդեն 14 լրագրող օգտվել է այս հնարավորությունից եւ մեկնել է վերապատրաստման եվրոպական երկրներ, ուզում եմ ասել մեր գործընկերները այս կրթական ծրագրում Oxford, Blackbird, European board ընկերություններն են, հրաշալի ծրագրեր ունեն եւ հրաշալի վերապատրաստման ծրագրեր, այժմ 19 լրագրող արդեն ընտրվել է հաջորդ փուլին մասնակցելու համար եւ մենք պարզապես քննարկում ենք մեր գործընկերների հետ դետալները եւ 19 լրագրող Հայաստանից մեկնելու է կրկին եվրոպական որևէ մայրաքաղաք ավելի ամենայն հավանականությամբ այս դասընթացներին մասնակցելու համար։ Այնպես որ Եվս մեկ անգամ խնդրում եմ, կոչ եմ անում բոլոր հնարավոր գործընկերներին, ում ես արդեն անձամբ դիմել եմ, ում դեռ նույնիսկ չեմ հասցրել, կրթվելը նորաձևես շարժման շրջանակում համատեղենք մեր ուժերը, մեծացնենք բոլորիս հնարավորությունները, օգնենք իրար, որովհետև ի վերջո
բոլորի գործունեության նպատակը մեկն է եւ ակնհայտ է հավելյալ ապացույցի կարիք չունի այն ճշմարտությունը, որ իրար հետ կարող ենք անել շատ ավելին, քան բոլորս առանձին վերցրած մեր տեղում։